Դե արի այսքան փաստաթղթերի մեջ այդ թուղթը գետի։ Ալո։ Դու ինչ կա, ոնց ես։ Արդեն լավ եմ, դու ասա։ Դե եթե լավ ես կարող է հանդիպենք։ Բան ա եղել, մի տեսակ ես խոսում։ Չէ, ասում արի հանդիպենք, դրա մի տեսակը ո՞րն է դու։ Լավ ասա ուր գամ։ Հեսա դուրս գամ կասեմ ուր գաս։ Ասեք ինձ ոնց է տատիկս։ Ինչի տենց կտրուկ վատացավ։ Ձեր տատիկի մոտ կատվածի նախանշաններ կան, հիմա նրան պետք է կատարել հանգիստ։ Բայց կբուժվի, չէ։ Փորձում ենք ամեն ինչ անել դրա համար։ Խնդրում եմ, էլի 2 րոպեով կարող եմ մոտը մտնել, ընդամենը 2 րոպեով։ Լավ, բայց հիշեք, որ տատիկին կատարել հանգիստ է հարկավոր։ Շնորհակալություն։ Ոնց ես ախպերես, ցավը բան չունես, չէ՞։ Չէ, նորմալ եմ։ Մենակ մեկ-մեկ որ շատ եմ կտրուկ շարժումներ անում, այդ ժամանակը թեթև ցավում։ Այսօր օֆիս էի գնացել։ Դե ինչքան ժամանակա չէի գնում։ Ասի գնամ մի բան առաջ գցեմ, լիքը բան կուտակվել է։ Ես վաղվանից եմ ուզում գնամ։ Ժողովուրդ ինչ-որ թուղթ բան էին ման գալիս։ Որ գործը սկսեին են շաբաթվա։ Ուզում ես տեղը ասա փոխանցեմ, որ մարդիկ սկսեն աշխատել։ Այդ պայմանագրերը հələ ստուգած չեն նոր։ Հա։ Հա, հələ չեմ հասցրել, որ վաղը գնամ այդ հարցը կլուծեմ։ Բա ասեցին հաստատել ես։ Առանց նայելու ես հաստատել։ Չէ, մի բան հաստատ խառնում են, որ գտնեն ինչ ես լինում, ամեն ինչ հարց են անում։ Էդ։ Բատանցը չասեցիր, օֆիսի տերը ով, հա։ Ոնց եղավ, որ քեզ տնօրենի պաշտոն տվեցին։ Շատ չմահանացար, ես էլ չխորացա։ Գաղտնիք, հա։ Տատ ջան, ես գիտեմ, որ դու շատ շուտ ոտքի ես կանգնելու։ Տատ ինչի ես լացում։
Կներեք, բալես։ Կներեք ինձ։ Ես չեմ հասկացել։ Ինչը չես հասկացել, տատ։ Ինձ ասա ես հասկանամ։ Ինչ եղավ այդ անտեր շենքում, որ դու այսօրին հասար։ Նորոյն չասես։ Ես լավ եմ։ Տատի։ Պապայի ծանոթներից մեկինն է, Նորո։ Ասել եմ, երևի դու չես հիշում։ Չէ, հիշում եմ, որ ծանոթներից ինչ-որ մեկինն է։ Այ բայց ումն է կոնկրետ, այդ չգիտեմ։ Ինչի ես Արցախ եք տանում։ Դե ուղղակի ուզում աշխատանքս փոխեմ։ Ումես չլինի, որ շատ մոտ մարտինի ու նեղանա, որ գործերը կիսատ թողած դուրս եմ գալիս, դրա համար։ Բայց ինչ ես ուզում փոխես, որ աշխատավարձդ լավ բարձր է, գործդ մենակ է շինարարական խմբերը ղեկավարելն է, վատ է։ Չէ, վատ չի։ Բա իմաստը ո՞րն է գործդ փոխելու։ Դե ուղղակի ոնց որ բան չանեմ ու աշխատավարձ ստանամ, մի քիչ այդքան իմ սրտով չի, էլի, առանց ինձ էլ կարան աշխատեն տղեկը։ Ախպեր ամբողջ աշխարհը ուզում է ոչ մի բան չանելով փող աշխատի, դու դրանից ես վազգում։ Լավ։ Ես գնամ Մագդային պետքա տեսնեմ։ Հետո կապով կլինենք։ Նորո եթե ինչ-որ բան կա, ուղիղ ասա։ Չէ, ես ինչ ունեի ասելու, ասեցի։ Այ եթե դու ինչ-որ բան ունես ասելու, զանգեմ ասեմ Մագդային սպասի, հետո գնամ տեսնեմ։ Կա բան ասելու, թե չէ։ Չէ, հանգիստ գնամ։ Ես էլ ոչ մի բան չունեմ ասելու։ Լավ։ Մագդա, ինձ համար քո կարծիքը շատ կարևոր է։ Հասկացի, Լանան չի փորձել մեզ վնասի։ Ուղղակի չի կարողացել այդ Կարենի ձեռքից ազատվի։ Այդքան բան։ Խնդրում եմ քեզ, հասկացի այդ կնոջը։ Ինչի եք բոլորդ ուզում, որ ես փոխեմ իմ կարծիքը այդ կնոջ մասին։ Արշակ կասես ինչի։ Լավ, խնդրում եմ, փակի հա այս թեման։ Ես ընդամենը ուզում էի իմանաս, որ իմ համար շատ կարևոր է քո երջանկությունը, այսքան բան։ Լավ, Արշակ, ես գնում եմ, Նորոն պետք է գա իմ հետևից, տեղ ունենք գնալու։ Նորո, Էլիս հիմա հարմար չի կզանգեմ։ լավ։ Բոլոր բան չի եղել։ Էլիս։ Չէ, վերջացա զանգի։ Նորը մի տեսակ ես, թե ինձ է թվում։ Մագդա, դու օֆիս գնացել ես։ Դե այս վերջին ընթացքում չէ։ Բայց գործերս ուղարկել եմ, ինչի համար ես հարցնում։ Դե ես իմ այսքան ժամանակա գործի չեն գնում։ Ով է այս ամեն ինչը վերահսկում, չգիտեմ։ Գիտես, իմ մոտ նես տպավորությունն է, որ
Օֆիսի տերը առանց մեզ էլ կարա ամեն ինչ անի, գլուխ անի, որ մեր կարիքը չկա։ Այսքան ժամանակա չեն գնում աշխատանքի, ոչ հետևում է, ոչ նկատողություն է անում։ Այդ մարդը ուղղակի մեզ վստահում է։ Երևի։ Բայց դա մենք էլ մի շաբաթ ու ավելա չարաշահում ենք այդ վստահությունը։ Ու դեռ շարունակում ենք։ Գիտես, տարօրինակ է։ Օֆիսի տերն էլ այդքան համբերատար լինի։ Այսօր գնացի օֆիս ու հասկացա, որ մենք գրաֆիկից լավ հետ ենք ընկել։ Անցած շաբաթվա գործերը պետք է արդեն հանձնած լինեինք։ Այս շաբաթվա գործերը արդեն 3 օր պետք է սկսած լինեինք, բայց դեռ մենք ստոպ ենք, ոչ մի բան չենք անում։ Ես չգիտեմ նորը սպասի Էդոն կգնա աշխատանքի ու ամեն ինչ տեղը կընկնի։ Հա, ուզում ես ասես ամեն ինչ Էդուից է կախված։ Դե ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Այդ մարդը Էդոյի պապայի ու Արշակի ծանոթն է ուղղակի։ Դու երբեք իրան չես տեսել։ Դեմքով էլ չգիտես։ Ալո, Բարև ձեզ, չեմ խանգարում, չէ։ որ ասեմ խանգարում ես, մեկը ասելիքդ ասելու ես, չէ։ Հա, որովհետև ինձ այդ թեմայի հետ կապված մանրամասներ են պետք, ես պետք է ամեն ինչ իմանամ։ Ինչ գիտեի ասել եմ։ Իսկ ով է Մագդայի մաման։ Կամ դուք գիտեք, թե որտեղ է, ճանաչում եք։ Ողջ է գոնե։ Չգիտեմ, չեմ հետաքրքրվել, ոչ էլ պատրաստվում եմ։ Ախր ոնց չեք հասկանում, որ այս թեման են թեման է, որի վրա որ մենք պետք է կենտրոնանանք։ Դուք ինձ պետք է օգնեք, որ ես բոլորին խառնեմ իրար։ Ես չեմ կարծում, որ իմ խառնվելու կարիքը կա ու ընդհանրապես չեմ էլ պատրաստվում։ Չգիտեմ, ինչ ուզում ես արա։ Նոր դու ինձ այսքան ժամանակ չես ասել, ինչ ձևի հարսանիք ես ուզում, մեծ թե փոքր։ Ագդա ինձ ճանաչելով այդ հարցի պատասխանը արդեն դու պետք է իմանայիր։ Ուրեմն փոքր։ Հա։ Մենակ մեր հարազատ մարդիկ ու վերջ։ Հա դե ես էլ ճոխ հարսանիքներ չեմ սիրում։ Բայց մեկը ես զգում եմ, որ դու մտքերով ուրիշ տեղ ես։ Ինչ-որ բան է եղել։ Լավ, արի քեզ տուն տանեմ, համել ուզում արևին տեսնեմ։ Մեկը զգում եմ, որ մի բան են չի։ Նորմալ է։ Եթե զանգել ես, որ ինձ համոզես, ասեմ իզուր ես զանգել, չեմ համոզվելու։ Չէ, դրա համար չեմ զանգել։ Բա էլ ինչի համար ես զանգել։ Արդեն գիտես սկսում եմ փոշմանել, որ քեզ բան եմ պատմել։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ, այս պատմությունը հաստատ ճիշտ է, չէ, որ ինչ-որ բան անեմ, սուտ դուրս չեմ գա։ Ես ո երեխա չեմ։ Ես ուղղակի ուզում եմ վստահ լինեմ։ Լսի, 100% ճիշտ ինֆորմացիա է։ Մագդան Արշակի քույրը չի։ Դե դուք սպասեք։ Սպասեք ու կտեսնեք ես ոնց եմ ամեն ինչ շատ սիրուն ձևով խառնում իրար։ Նորոն ու դա չեն ամուսնանալու իրար հետ։ Ես մենակ ուրախ կլինեմ, որ դու այդ ամեն ինչին հասնես։ Կհասնեմ։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց ես այդ ամեն ինչը օգտագործելու։ Շուտով կիմանաք։
Էդո ջան, տեսնում ես իմ աղջիկը ինչքան է մեծացել։ Արդեն սուրճի սեղան է պատրաստում։ Պապ, որ ինձ թողես, ես սուրճն էլ կպատրաստեմ։ Այս սուրճ դնելը դպրոց գնալու պես բան է, Արև ջան։ Քանի չես կարողանում ուզում ես, հենց սկսեցիր վերջ կրակի մեջ ես։ Էդո ջան, ես ինչ ամեմ հատություններ։ Շատ տեղին ու ճիշտ է։ Բարև ձեզ։ Ոնց ես Արև ջան։ Լավ, դու։ Լավ, ես էլ եմ լավ ապրես։ Ալինան ոնց է։ Լավ է, այսօր եմ խոսացել հետը։ Ինձնից չի հարցնում։ Պարզա։ Լավ, որ մյուս անգամ խոսես հետը, կասես, որ Արևը բարևում է։ Ես իրան շատ եմ կարոտել։ Անպայման կփոխանցեմ։ Բայց կարողա դուրը չկա։ Լավ, ուզում ես մի ասա։ Գանց, ուզում ես դու Մագդայի հետ գնա նորոյի համար սուրճ պատրաստի, հա։ Չէ, դրա կարիքը չկա, ես արդեն խմել եմ։ Դե արի գոնե նստի, ոտքի վրա մի կանգնի։ Հալո, բարև ձեզ, Արևը տանն է, այ կներեք, մոռացել ենք, հիմա կասեմ կմիանա։ Պապ, ինչ ա եղել։ Գանց, մենք մոռացել ենք, այսօր ռուսաց լեզու ունես օնլայն, բարսացի վերև որ պարապունքի միանաս։ Նորը չգնաս մինչև գամ։ Հա, Արև ջան, դու հանգիստ գնա դասերը տա, ես տեղ եմ։ Նորո ջան, պատմի տնամ ինչ կա, ոնց ես, գործերդ ոնց է։ Գործերս։ Հա, Արշակ, ճիշտն ասած դու լուրջ գործարար մարդ ես։ Ինձ մի քանի հարցի հետ կապված քո կարծիքն է հետաքրքիր։ հա, ասա ինչ կա։ Դե օրինակ դու ոնց կնայեր, եթե քո աշխատողը մի շաբաթ ու ավել աշխատանքի չգար ու քեզ ընդհանրապես ոչ մի բան չզգուշացներ։ Նորո ջան, դու էլ այդ թեմայի մեջ ես։ Առավոտը խոսացինք։ Ես մարդը հարցնում է ոնց է իմ գործելը, ես էլ ուզում իրան տեղյակ պահեմ ոնց է։ Օրինակ, ես մի շաբաթ ու ավել կլինի աշխատանքի չեմ գնացել ու Տերը ինձ ոչ մի բան չի ասել։ Նկատողություն չի ուղարկել, աշխատավարձից պահում չի արել։ Լավ էլի Նորո։ Էդո լավ, մի, մարդը հարց է տվել, թող պատասխանեմ։ Շատ վատ կվերաբերվեմ Նորո։ Եթե առանց զգուշացնելու սկսի չգալ, այդ լավ չի արդեն։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Մարդ ես, ամեն ինչ էլ կարա լինի, բայց մի բերան զգուշացնելը ճիշտ է։ Ու հետո աշխատանքի գալ չգալը հո հավեսով չի։ Անկախ նրանից թե մարդը ինչ է աշխատում, յուրաքանչյուրի վրա ինչ որ պատասխանատվություն է դրած։ Ահա, շատ ճիշտ ես ասում ամեն ինչ, բայց մեր օֆիսում մի տեսակ տենց չի։ Ես իմ մասով տեղակ եմ պահել, որ չեմ գնալու։ Ասել եմ, որ դեպք է պատահել։ Բա իմ մասով ինչ ես ասել։
Ասել են, որ այդ նույն փորձանքի մեջ երկուսով են գնգել։ Եթե ես շատ բան չեմ ասում, Նորո ջան, չի նշանակում, որ ոչ մի բան չկա։ Բա դու ինչ ես ասել, Մագդա։ Հա դե երևի դու ոչ մի բան չես ասել, որովհետև առավելություններ ունես, չէ՞։ Արշակի ընկերն ա տերը։ Նորը լսի։ Լավ, ինչի համար եք շարունակում խաբել։ Ձեր համար պարզ չի, որ ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ այդ ջան, որ քո հոր ծանոթը չի։ Ոչ էլ Արշակի ծանոթն ա, Մագդա։ Ես ամեն ինչ շատ լավ գիտեմ։ Նորո ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ու ինչ պետքա բացատրես, Մագդա։ Ինչ կա ընդհանրապես բացատրելու ստեղ։ Հավատա շատ բան կա ասելու։ Այս ամեն ինչը մենակ քո համար է արվել։ Լավ, մի հատ երկուսդ էլ հանգստացեք։ Նորո ջան, կգաս դուրս խոսանք։ Նորո, ես չեմ ուզում, որ այս հարցը պատմություն դառնա։ Նես չի, որ ես եկել եմ պատմություն սարքեմ, Արշակ։ Ուղղակի տհաճ ա։ Ինձ պետք չէր խաբել այդքան բան։ Լսի Նորո, երեխեքը մեղք չունեն, գաղափարը իմն ա եղել։ Ես չէի պատրաստվում այդ օֆիսը բացեի, ուղղակի Ամերիկայի գործընկերներս 3 խոշոր պատվեր ուղարկեցին։ Ես էլ ստիպված բացեցի, որ չկորցնեմ գործը։ Այդ ինչ կապ ունի։ Լսի, ինձ վստահելի մարդիկ են պետք։ Ես այդ օֆիսով չեմ զբաղվում։ Ինչ կա չկա դուք եք անում։ Ու հետո ես գիտեի, որ քեզ գործ ա պետք։ Որոշեցի թեկուզ խաբելով մի բան օգուտ տամ։ Արշակն ես չի, որ հիմա կռիվ եմ անելու, կամ պատմություն եմ սարքելու։ Հա, չեմ թաքցնի։ Ինձ այս ամեն ինչը դուր չի եկել։ Ու ես ինձ վատ եմ զգում։ Բայց կմոռանամ, կանցնենք առաջ։ Ուղղակի ուզում եմ, որ դու իմանաս, որ ես դուրս եմ գալու աշխատանքից։ Ավելի ճիշտ չէ, այս վարկյանից սկսած կարաս համարես, որ ես այդ օֆիսի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեմ։ Լավ։ Լսի, սխալ ես անում, դուրս մի արի, մնա աշխատի։ Նորից եմ ասում, ես այդ օֆիսի հետ գործ չունեմ։ Այդ մի քանի թուղթն ա, որ գալիս ա մոտը ստորագրում եմ ու վերջ։ Այդ ինչ կապ ունի, Արշակ։ Եթե ես այսքան բանից հետո շարունակեմ մնամ ու աշխատեմ այդ օֆիսում, այդ կնշանակի, որ ես համակերպվում եմ ձեր ստի հետ, ընդունում եմ ձեր սուտը, բայց այս բան չի կարա լինի։ Ես չեմ սիրում սուտը։ Ինչ ուզում ա լինի, անկախ ամեն ինչից։ Այդ իմ սկզբունքներին դեմ ա։ Հաստորեն այսօր, որ այդքան հարցեր տալիս էիր, իրականությունը գիտեիր։ Հա, Էդո։ Ուզում եմ իմանալ ինգերս կասի, թե չէ։ Նորո ինչ արել են քո համար են կարել։ Ալինայի մասին մտածելով են կարել։ Դու ոչ օգնություն էիր ուզում, ոչ է նորմալ գործ ուներ, բա ինչ անենք։ Այդ երեխու համար է լիքը դեղ կար առնելու։ Էդո, դու ինձ լավ գիտես, անկախ ամեն ինչից ինչ ուզում ա լինի, ես իմ քրոջ համար այդ դեղը կգտնեի, կառնեի ու կհասցնեի։ Հիմա վատա որ փորձել ենք օգնել։ Վատա։ Նես չի ուղակի նստել ես այդ օֆիսում ու փող ես ստացել, աշխատել ես, գործ ես վերցրել ու հանձնել ես։ Լավ, տղերք, եկեք առանց վիճելու, հա։ Չէ, արշակոպար չենք վիճում։ Ուղղակի ուզում եմ, որ Նորոն հասկանա, որ վատ նպատակով չենք խաբել, որ այդքան լուրջ չնայի այս թեմային։ Ախպերս, սուտը մնում է սուտ։ Ինչ անուն ուզում ես դիր, դրան ուրիշ բացատրություն չկա, արմատը էդ է։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ես աշխատանքից դուրս եմ գալու, ավելի ճիշտ դուրս եմ եկել, ընդունեք այդ, հասկացեք, լավ։ Լավ բան չստացվեց։ Արևը վերջացրել է դասը։ Չէ, բայց կլինի մենք խոսանք։ Խնդրում եմ մի նեղացի ինձնից։ Ես իրոք քո համար եմ սուս մնացել։ Մագդա, քեզ ընդամենը մի բան եմ ասելու։
Հիշի։ Էլ մի արասանց։ Ինչ ուզում ա լինի անկախ ամեն ինչից մի խափի ինձ։ Ուզում ա լինի սենց փոքր սուտ։ Թե մեծ իմ համար նույն բանն է։ Ես նույն չափ ներվայնանում եմ։ Լավ։ Հասկացա։ Բայց հիմա ինձ ես չեմ մեղադրում, ինձնից ես հիասթափվել։ Չէ, ոչ մեկիդ էլ չեմ մեղադրում։ Ուղղակի մի խափեք։ Այդքան բան։ Իրոք կներես ինձ։ Ինչքան սիրուն եք։ Ձեր հարսանիքին մի լավ բարելու եմ ես։ Դե լավ, արի մի քիչ էլ քեզ գրկեմ ու գնամ։ Ոնց է տատիկս, ինչ-որ փոփոխություն կա։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարողանում։ Ձեր տատիկի վիճակը գնալով վատանում է։ Այն տեղերը, որոնք որ մենք ներարկել ենք, ներկապային ոչ մի օգուտ չեն տալի։ Կխնդրեմ մի փոքր սպասել։ Ինչին սպասենք։ Տեղերը ներարկել եք ու նստել սպասում եք, մի բան արեք։ Մենք մեր անելիքը լավ գիտենք։ Ուղղակի կխնդրեմ մի փոքր սպասել։ Էլիս կներես, այնքան խառնեի մոռացա այդ զանգեմ։ Նորը արագ արի հիվանդանոց։ Տատին լավ չի հիվանդանոց ենք եկել։ Ինչ ա եղել։ Չգիտեմ։ Ասում են սրտի կաթված ա ստացել նոր, բայց վախենում եմ արի էլի։ Էլիս արագացրու ասեն ուղարկի։ Հա, պապ։ Բարև, բալես։ Ոնց ես։ Ես ուր ես, ոչ զանգում ես, ոչ հետաքրքրվում ես։ Տենց շուտ մոռացար, հա, պապայիդ։ Ես տենց էլ չհասկացա, թե ինչից նեղացար։ Ես այդ ինչ սխալ արեցի։ Պապա դրա ժամանակը չի։ Տատին վատացել է, հիվանդանոց ենք բերել։ Ոնց տատին վատա։ Ինչ ա եղել։ Որ հիվանդանոցում եք։ Մենք նորոյին շատ վատ վիճակի մեջ ենք դրել։ Կարևորը հասկացա, որ իր համար ենք արել։ Չէ, դո չի հասկացել։ Ուղղակի հազիվ զսպեց իրան, որ կռիվ չանի, դու էլ տեսար ինչքան նեղացած է։ Ախր ես ասում էի, չէ, որ պետքա շուտ ասենք։ Դե հիմա Մագդա իմացավ բրծավ արդեն։ Հա, բայց որ մենք ասեինք կհասկանար, որ խաբել ենք, բայց հիմա փոշմանում ենք։ Հնարավոր է։ Բայց դե տենց ստացվեց, հիմա ինչ կարանք փոխենք։ Ես ինչ իմանայի, որ գնալու է օֆիս։ Հաստատ ինչ-որ բան ա տեսել։ Նա ինչ-որ պայմանագրերի մասն էր խոսում, դրանք ա տեսել։ Ու հիմա էլ որոշել է աշխատանքից դուրս գա։ Էդ է էլի ամենավատը։ Տակ գլխով որոշումներ է կայացնում։ Չէ, ուղղակի ինքը շատ նեղացած ու վիրավորված է։ Եթե մենք էլի եմ ասում նախորոք իրան ասենք, հիմա աշխատանքից դուրս չէր գա։ Հիմա անընդհատ է տես երեսով տալու Մագդա։ Ես ոչինչ բան երեսով չեմ տալու։ Խոսացինք, հասկացանք, որ պետք է ասենք, ուղղակի համարձակություններս չհերիքեց։ Ոչինչ։ Մի քանի օր կանցնի կդզվի, ես կխոսամ հետո։ Ինձ ասաց, որ իր համար բարի սուտ գոյություն չունի։ Ու անգամ իր լավի համար երբեք չխաբեմ իրան։ Դու էլ մի խափի։ Էդո նենց ես խոսում, ոնց որ քեզ ամեն ինչ մեկ է։ Մագդա մեկ չի, ուղղակի ես նորոյին շատ լավ եմ ճանաչում։ Մեսա մի քանի օր կանցնի կդզվի։ Կարևորը այն է, որ տենց հարցի համար իրար չկերանք, մնացած հարցերը լուծվող են, հավատա։ Էլիս ուրա տատին, ինչ եղել, ինչի համար վատացել։ Նորո գնացել էինք իրար հետ, որովհետև ուզում էր տունը քո անունով անել, գիտես միշտ ուզեցել է։
Գնացինք, մտավ ներս, ամեն ինչ նորմալ էր, հենց դուրս եկավ, միանգամից առանց մի բառ ասելու վատացավ։ Չեմ հասկանում, հիմա դրա ժամանակն է, ինչի համար է տատին տես բան մտածել։ Ես չգիտեմ։ Չգիտեմ նորը, բայց բժիշկները ասում են, որ դեղերը չեն օգնում։ Ասում են, որ վիճակը գնալով վատանում է։ Լավ, ինչի ինչ չասեցիր, որ զանգել էիր։ Այդ ժամանակ ինչի չասեցիր։ Մտածեցի, որ գործեր ունես կարևոր։ Ինչ ես խոսում, Էլիս։ Ոնց կարա տատից իմ համար ինչ-որ բան կարևոր լինի։ Ես չգիտեմ, հույս ունենանք, որ շուտ դուրս կգա այս վիճակից։ Ուրա մերես, ուրա տատին Էլիս։ Ներսում է ու մոտը մենակ բժիշկներն են։ Չեն թողնում ոչ մեկս մտնենք։ Ես հենց հիմա պետք է տենամ մորս, հենց հիմա։ Մի հատ հանգստացի, այստեղ պատվերով համերգ չի է։ Մարդիկ իրաց գործ են անում, թող հասկանան ինչ են անում։ Դու ինչ ես հասկանում ընդհանրապես ծնող լինելուց, որ խոսում ես։ Ես հենց հիմա պետք է տեսնեմ մորս, հենց հիմա։ Որտեղ եմ այդպես, ես հենց հիմա պետք է տեսնեմ։ Ձեր մայրը ներկապային վերակենդանացման բաժանմունքում է։ Կխնդրեմ մի փոքր սպասել, որովհետև այդտեղ տեսակցությունները արգելվում են։ Դուք պիտի արգելեք ինձ, հա։ Օրենքն է այդպեսին, կխնդրեմ մի փոքր սպասել։ Լսեք, ես ընդհանրապես թաքած ունեմ ձեր բոլոր օրենքների վրա։ Ես հենց հիմա պիտի տեսնեմ։ Այս 1000 անգամ կներեք, ինչ ես ուզում, հա։ Այդքան մտածում ես հա տատիի մասին։ Եթե մտածում ես, թող մարդիկ ամեն ինչ անեն, որ տատին լավանա, մի պատմություն սարքի։ Լսեք ուրեմն, եթե հանգարց մորս մի բան եղավ, այս հիվանդանոցը վառելու եմ։ Էլիս հանգստացի։ Տատի հետ ամեն ինչ լավ կլինի, լսում ես։ Չէ, նորը։ Դու չես տեսել տատին ուղղակի։ Ես որ մտա մոտը դեռ այսքան վատ չէր վիճակը, բայց ուժ չուներ, բոլոր ուժերը կորցրել էր, հասկանում ես։ Հանգստացի, ես հիմա կգամ։ Բոլորս ահավոր վատ ու լարված ենք։ Հնարավոր է դու էլ ես վատ, չեմ կարա ասեմ, բայց լավ կլինի հիմա գնաս։ Ու չեմ էլ ուզում ոչ մի բան ասես, ոչ էլ ես ավելացնելու բան ունեմ։ Հիմա գնա։ Եթե նորություն լինի, Էլիզը կզանգի քեզ տեղյակ կպայի։ Լավ։ Ես եմ մեղավոր։ Չպիտի թողնեի տանից դուրս գար, երեկել էր է վատ։ Բա ուր եք գնացել։ Պապ դե նեղվում էր, որ տոնը իր անունով է։ Ուզում էր նորայի նվիրատվություն աներ։ Այդպես գնացինք, ինքը ներս մտավ։ Չգիտեմ, երևի ներսում հերթ էր։ Դուրս եկավ վատացավ։ Թողնում ենք առած մտնես տատի մոտ։ Բայց նոր ասեցին տեսակցությունն արգելված է։ Էլի արգելված է, բժիշկը ուղղակի թողումա, որ մտնես։ Անընդհատ քո անունն է տալիս, չեն ուզում, որ վիճակը վատանա, գնա թող տեսնի հանգստանա տատին։ Բայց Պապ, նոր դու էիր ուզում գնայիր, հիմա ինչ եղավ, չես ուզում։